Պարոն Ղազարյան, ինչ իրավիճակ է այս պահին ձեր թիմում։ Ես երեք ձեր տեսանյութը տեսա, որտեղ դուք խոսում եք, մեկնաբանում եք, թե ինչպես պետք է վարվել, պետք է վերցնել մանդատները, թե պետք չէ վերցնել։ Նախ թիմում ինչ տրամադրություն են եւ ինչպես են վերաբերվում մանդատներ վերցնել չվերցնելու հարցին եւ երբեք պատասխան պաշտոնական հայտարարությամբ հանդես գալ։ Դեռևս մանդատներ վերցնել կամ չվերցնելու հարց չի քննարկվում, որովհետև դեռ շուտ է այդ հարցը քննարկելու համար։ Այսինքն այդ հարցի քննարկմանը պետք է հասնել այն ժամանակ, երբ որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախ վերջնական որոշում կայացնի, դա լինի հունիսի 14-ին։ Եվ եթե դա բողոքարկվեց սահմանադրական դատարան, ապա պետք է սպասել սահմանադրական դատարանի որոշմանը, որպեսզի պարզ լինի այդ որոշումը մնում է ուժի մեջ, թե չէ։ Դուք հույս ունեք, որ ՍԴ-ն Նիկոլ Փաշինյանի օրոք ձևավորված ՍԴ-ն ինչ-որ Ես չեմ կարծում, որ ընդդիմության օգտին ես որոշում կայացնի։ անկեղծ իմ տպավորությամբ չեմ կարծում, որ նրանք որոշումը կփոխեն, բայց իրավական իմաստով այդ ժամանակ քանի բողոքարկված է, ԿԸ-ի որոշումը չի մտնում օրինական ուժի մեջ։ Հետևաբար, եթե չի մտնում օրինական ուժի մեջ, ԿԸ-ն չի հասնում մանդատների բաշխման փուլին։ Եթե ԿԸ-ն չի հասել փուլին, բնականաբար ժամանակավրեպ է դրա վերաբերյալ հիմա խոսելը։ Երբ որ գա ժամանակը մենք այդ որոշումը կայացնենք։ Մեր մոտ տենց խնդիր չկա, այսինքն նպատակը մեր որևէ մեկիս, այդ թվում իմ падգամավոր դառնալը չի եղել։ Մեր նպատակը մեր երկրի կյանքում փոփոխություններ մտցնել։ Ձեր նպատակը իշխանության գալն էր ու ժողովրդին համոզում եք, վստահեցնում եք, որ դուք այլ սցենար բացի իշխանության գալուց եւ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին տեսնելուց դուք չեք պատկերացնում։ Մենք նույնիսկ հարցնում ենք, նեղանում եք մեզանից, թե կասկածում եք, որ մենք գալու ենք իշխանության։ Այո, որովհետև Սամվել Կարապետյանի իրական վարկանիշը շատ բարձր էր, նրա շուրջ եւ շարունակում է բարձր մնալ, նրա շուրջ ձևավորվել էր հասարակական լուրջ կոնսոլիդացիա, եւ ես վստահ եմ, եթե մեր երկրում տեղի ունենային օրինական ընտրություններ, ընտրախախտումներ չլինեին եւ չկրեին այդպիսի զանգվածային համակարգված բնույթ, ապա մենք այս ընտրություններում հաղթելու ենք եւ Սամվել Կարապետյանը դառնալու էր Հայաստանի վարչապետ։ Հիմա մենք ունենք փաստ, որ տեղի ունեցել զանգվածային ընտրախախտումներ եւ այդ ընտրախախտումները ազդել են ընտրությունների արդյունքների վրա եւ Հայաստանում տեղի ունեցել ապօրինի իշխանազավթում։ Բայց պարոն Ղազարյան, ԿՊ-ն հավաքել է 700,000-ից ավելի ձայն, դուք ընդամենը ինչքան 23%, 24% ձայն։ Այսինքն նույնիսկ եթե ընտրախախտումներ են եղել, դուք կարծում եք 400-500,000 ձայն կեղծել է ԿՊ-ն։ Հիմա ձայն կեղծելը դուք ինչ նկատի ունեք, այսինքն մենակ այն, որ առաջի օրվանից մինչ օրս Սամվել Կարապետյանը ընտրարշավին մասնակցելու հնարավորություն չի ունեցել։ Ձեր կարծիքով դա չի անդրադարձել մարդկանց կարծիքի, կողմնորոշման վրա։ Հիմա եթե մեր բոլոր գրասենյակներում գրեթե առանց բացառության եղել են իրավական բռնաճնշումներ, եղել են խուզարկություններ, չեն թույլատրել, որ մարդիկ Դուք չգիտեիք, որ այդպես է լինելու։ Դուք Նիկոլ Փաշինյանին նոր եք ճանաչում, չգիտեիք, որ ինքը դիմելու է բոլոր հնարավոր քայլերին, ձեզ նստեցնելու է, չգիտեմ, սպառնալու է, կալանավորելու է, ամեն ինչ անելու է, որ դուք շատ ձայն չհավաքեք։ Ու դուք այդ պարագայում շատ լավ իմանալով ասում եք միևնույնն է հաջորդ վարչապետը Կարապետյանն է։ Այո, հիմա որովհետև մենք իմանալով թե ինչ է իրանից ներկայացնում Նիկոլ Փաշինյանը, առանց մեզ խնայելու մենք շարունակել ենք պայքարել։ Հիմա ասենք, որ մեր մոտ ձերբակալություններ են եղել։ Դուք իմ կամ մեր թիմակիցներից որևէ մեկի տրամադրության, պայքարի վճռականության մեջ փոփոխություններ նկատել եք թե՞ Բա որ հարցում ենք պլան B ունեք թե՞ չէ, ինչու չեք պատասխանում այդ հարցին։ Որովհետև մենք այն կարծիքին ենք եղել, որ պետքա այդ կոտրենք այդ իշխանական բռնաճնշումները եւ հասնենք հաջողության։ Հիմա մենք ունենք փաստ, որ իշխանությունը իր ռեպրեսիվ մեթոդներով զավթել է հայ ժողովրդի օրինական իշխանությունը։ Հիմա այս իրավիճակի պայմաններում մենք կայացնենք այս իրավիճակի։ Ձեր թիմը մոլորեցել կամ խաբել է ժողովրդին, ասել է 100% մենք ենք լինելու վարչապետը, իշխանություն, մի պարզնա, որ այդքան էլ այդպես չէ։ Դե հիմա հարց առաջան, բա երբ է վարելու Սամվել Կարապետյանը կառավարության առաջին նիստը։ Սամվել Կարապետյանը կվարի կառավարության նիստը այն ժամանակ, երբ որ մենք Նիկոլ Փաշինյանին հեռացնենք իշխանությունից։ Բա երբ եք հեռացնում։ Հիմա մենք քննարկում ենք այդ գնալու եք ազգային ժողով իմպիչմենտ անեք։ Նախ ասեմ ձեզ, հələ պետք է այդ որոշումները կայացվեն։ Մենք հիմա այն փուլում ենք, որ քննարկում ենք հետագա քայլերը։ Մեր բոլոր որոշումները լինելու են ռացիոնալ, խելամիտ եւ իրավիճակի գործոնները հաշվի առնելով։ Ռացիոնալ որոշումներից մեկը։ Եթե ԲՀԿ-ն չի անցնում խորհրդարան, դուք եւ Հայաստան Դաշինքը երկուսով եք մնում որպես ընդդիմադիր ուժ ԿՊ-ի եւ նրանց, այսպես ասած, քացիների դեմ, որովհետեւ այդպես տեսել ենք, էլի, որ քացի տվել են ԿՊԱ-ականները, օրինակ Հայաստան Դաշինքի падգամավորներին։ Հիմա դուք
ո՞նց եք պատկերացնում ձեր աշխատանքը այնտեղ եւ ինչ արդյունավետությամբ։ Ընդհանրապես դուք նախորդ 5 տարվա ընդդիմության աշխատանքը խորհրդանում արդյունավետ եք գնահատում եւ ինչ երաշխիք կա, որ դուք ավելի արդյունավետ եք աշխատելու նույն պայմաններում։ Դրա համար էլ ես հիմա ձեզ ասում եմ, որ մենք կայացնելու ենք այս իրավիճակին համապատասխան որոշումներ, թե ոնց պետք է արվի, որ Նիկոլ Փաշինյանը իշխանությունից հեռացվի։ Այս իրավիճակի պայմաններում հիմա պիտի քննարկենք, էլի նոր իրողության impeachment հիմա հնարավոր չի անել։ Հասկացանք 6 ամիս հետո ԿՊ-ի մի տարի հետո լավ առավել ես մի տարի գնալու եք այնտեղ նստեք ինչ անեք բայց ով ասի որ մենք գնալու ենք այնտեղ ասում եմ հələ մենք որևէ որոշում չենք կայացրել ընտրական հետագա երեկվա ձեր լայվից այն հասկացա որ դուք կարծես թե հիմնավորում եք որ այո ավելի լավ է մանդատները վերցնեն գնանք որովհետև այնտեղ ես այնտեղ երեկվա իմ տեսանյութում խոսել եմ մանդատներ վերցնելու իրավական եւ քաղաքական հետևանքների մասին եւ չվերցնելու իրավական։ Այսօր Ալես Սիմոնյանն էլ էր ձեզ աջակցող այսպես տեսնել հրապարակել, որ ասում ավելի լավ անդիմությունը գա, աշխատի, որովհետեւ եթե մանդատները չվերցնեն Ռուբեն Ռուբենյանն էլ ասել էր լավա որ չգան։ Հիմա ես չգիտի, հիմա խո մենք որոշումները չենք կայացնում Ալեն Սիմոնյանի կամ Ռուբեն Ռուբենյանի կարծիքով։ Մենք որոշումները կայացնում ենք մեր հետագա պայքարի տրամաբանության հիմնավորումից ելնելով։ Ձեզ ձայն տված բազմաթիվ քաղաքացիներ այս օրերին ասում են, որ իրենց խաբված են զգում, դուք իրենց վստահեցրել եք, որ 100% դուք լինելու եք իշխանություն, հիմա ուզում եք գնալ այնտեղ ԿՊ-ի մոտ աշխատել ընդդիմություն։ Մարդիկ չեն ուզում, որ դուք գնաք խորհրդան, այնտեղ ընդդիմություն լինելու։ Օբյեկտիվ եւ ճիշտ եք գնահատում, որովհետեւ մեզ ձայն տված քաղաքացիների մեջ կամ բազմաթիվ քաղաքացիներ, ես չեմ հաշվել, թե չգիտեմ դուք Այստեղ հաշվել եք ով ինչ կարծիք է հայտնել, թե չէ որ ասում եք 100,000-ավոր կամ չէ, բազմաթիվ 100,000։ Հա, ես այդպես հաշվարկներ չեմ արել, բայց շատ կան քաղաքացիներ, որ ասում են մենք վճռականորեն շարունակում ենք մեր աջակցությունը դες ցուցաբերել եւ այդ պայքարը շարունակել։ Հիմա մենք էլ այդ պայքարի տրամաբանությունից ելնելով կայացնենք ռացիոնալ որոշում։ Նարեկ Կարապետյանն ասում էր, եթե 8 պատգամավոր ԿՊԱ-ական կարողանանք քաշել բերել մեր կողմը, ապա իշխանապողությունը ասել է դա այն դեպքում եւ պետք է նախ սպասել կենտրոնական ընտրական հանրահավաքների վերջնական որոշումը, որտեղ իսկապես ԲՀԿ-ի կարգավիճակի որոշակիացումը շատ էական նշանակություն ունի։ Այնտեղ ինչ-որ բան կփոխվի։ Այնտեղ ասենք խորհրդանում եւ մանդատների բաշխման քանակն է փոխվում եւ 3/5-րդի հարցն է փոխվում։ Այսինքն Նարեկ Կարապետյանին չեք հուշել, որ պարոն Կարապետյան, ընդդիմությունը նախորդ 5 տարվա ընթացքում, երբ որ դուք էլ impeachment եք նախաձեռնել, նույնիսկ կես ԿՊԱ-ական, նույնիսկ մի ԿՊԱ-կանի կես ականջը չկարողացավ բերել ընդդիմադիր դաշտ, բերի նստեցին ձեր աթոռներին, ուր մնաց 8 падգամավոր։ Ինչի վրա եք վստահ, որ պետք է 8 падգամավոր բերեք բան։ Հիմա դու հարցեր ես տալի, որոնք առնվազն մի Արդյոք սա ինչ-որ բան ժողովրդին ուզում եք էլի մոլորեցնել, համոզել, որ 5 տարի գնաք այնտեղ տալի։ Ահա։ Մի տարի շուտ։ Ես հիմա ոնց կարամ ձեզ պատասխանել։ Մի տարի շուտ հարց եմ տալիս նախորդ 5 տարվա պատկերը աշխարհից առաջ ունենալով։ 5 տարվա պատկերը պետք է հիմա կրկնվի։ Ասենք ով ասում, որ եթե որովհետև ԿՊ նույն ԿՊ-ն է։ Ընդդիմության կեսն էլ էլի նույն ընդդիմության կեսն է։ Նոր ուժ է հայտնվել։ Հա, ուժեղ Հայաստանն է, ուժեղ Հայաստանն է սկզբունքորեն այլ թիմ է, սկզբունքորեն։ Ձեր կարծիքով ուժեղ Հայաստանը կարողանում է ԿՊ-ին համոզել impeachment քանի։ Հիմա ես ասում եմ մի տարի առաջվա հարց դուք ինձ տալիս եք մի հարց, որը իրադարձությունների զարգացման պարագայում պիտի տակ մենք 5 տարի տեսել ենք այդ նույնը։ Դե իմ ասում 5 տարի եք տեսել, 50 տարի առաջ եք տեսել, ինչ եք, ես չեմ կարող 5 ես չեմ ասում որ առաջիկա խորհրդանը պետք է լինի նույնը, ոնց որ եղել է նախորդ 5 տարի։ Սա նոր գումարման ազգային ժողով է, նոր քաղաքական ուժերով, նոր падգամավորներով, նոր իրողություններով, նոր օրակարգով։ Հիմա այդ ԿՊ-ն նույնն է։ ԿՊ-ն նույնն է, նույն մոտեցումներով ավելի ագրեսիվ։ Ինչի հետաքրքիր։ Դուք կարծում եք, որ ԿՊ-ն օրինակ ձեզ խնայելու է եւ չի հարձակվելու ձեր վրա, չի ծեծելու, քացի չի տալու, չի հայոյելու, չի նվաստացնելու։ Ինչով եք օրինակ դուք կառավել։ Հատկապես որ մի կանից սպառնում են նա։ Ասում են կզսնելու ենք, էս ենք անելու, են ենք անելու։ Ու կարծում եք ավելի լավ խորհրդան ենք ունենալու։ Սիմոնյանը ձեզ քացի է, չէ՞ տվել։ Չէ։ Բա ինչ արել։ Դա ասում են ժողովի մոտ միջադեպ եղավ, բա ինչ եղավ։ Ոչ, ինձ ոչ ոք քացի չի տվել այդ դեպքում։ Այստեղ կարդացի, որ միջադեպ այլ է։ Ոչ, նման բան չի եղել։ Քաշքշուկ չի եղել, ընդհանրապես ձերքս մի պա բռնել է, դա թողել է։ Ահա։ Ինքը չէ, տիկնապաները բռնել ինքն էլ ասել է թողեք։ Այսինքն ինչ որ միջադեպ ա եղել, ֆիզիկական բան ա եղել։ Չէ, քացի տվել են Հայաստան Դաշինքի պատգամավորներին։ Չէ, Հայաստան Դաշինքի հետ են եղել, կոնկրետ ձեր հետ կապված էլ այլ միջադեպ ա եղել։ Հիմա դուք չեք զբաղվում լրագրողական։ Ես լրագրող եմ։ Հա, հիմա ո՞նց չեք զբաղվում, ասեք զբաղվում եք, որ ձեզ նորից այդ միջադեպը լինի։ Նույն ամեն ինչ կարող լինի, ամեն ինչ կարող լինի, բայց ես խոստում չեմ տալիս որ գնալու եմ։ Ձեր հարցերը իմ Փաշինյանին իմ հեռացնել։ կարծիքով, այս պահի ձեր հարցադրումները
խիստ ժամանակավրեպ են եւ դրանք այս պահին ոնց որ դուք եք ձևակերպում ձեր տված ձևակերպումներով դրանք այս պահին պատասխան չունեն ոչ թե մենք դիրքորոշում չունենք այլ ձեր հարցն է խիստ ժամանակ ասում եք դու գնալու եք դուք արդեն նկարագրեիք որ մենք գնալու ենք որ մեզ ծեծելու են բայց մենք էլ այդ որոշումներից ոչ մեկը չենք կայացրել Հիմա եթե մեր քաղաքական մոտեցում ունեք այդ Հիմա ասում եմ, հիմա պետք է երբ որ գա որոշում կայացնելու պահը, չէ։ Հիմա ես իրավունք ունեմ իմ падգամավորական մանդատից հրաժարվել։ Ունեմ, չէ։ Ունեմ այդ իրավունքը անեմ հիմա, ունեմ անելու 2 ամիս հետո, չէ։ Եթե հիմա վերցնեմ, կարամ հիմա ես էլ այդ որոշումներից ոչ մեկը չեմ կայացրել։ Դուք արդեն էսի ծեծիկ։ Դες մոդուս կար, հիմա ասում ես, բայց քեզ արդեն ծեծել են, ինչ ես մտածում քեզ ծեծելու մասին։ Աչքից առաջ ուղղակի տեսարանները գալիս, թե իրենք ոնց են վարվելու ծեծել։ Տեսել ենք մի անգամ։ Հիմա ԿՊ-ից ոչ մեկի չի ծեծել, չէ։ Հիմա դու ասում ես, բայց քեզ ծեծելու է։ Բայց կարող է ծեծել։ Դե այտենց հարցեր չեն տա։ Լավ, վերջին հարցը։ Դուք վստահ եք ձեր բոլոր թիմակիցների վրա, այդ թվում են քանի հոգի, 20 քանի մանդատ եք ունենալու, եթե դու կախված ԲՀԿ-ից, վերջնական 20+ անդամների վրա, որ գնաք խորհրդարան եւ ոչ թե դուք ԿՊ-ին կկարողանաք քաշել, բերելով վերբով կանել ձեր մոտ, այսպես ասած, այլ ԿՊ-ն օրինակ ձեր թիմակիցներից 1, 2-ին կամ 5-ին, 10-ին չի քաշի իր կողմ, տարբեր ճնշումներով համոզելով, վստահ եք, որ բոլորը կուռեք մի ամբողջ վերբով կանելու խնդիր, ոչ մեկի առաջ չի դրել։ Խնդիրը դրվում է հետևյալ ձևով, երբ որ ազգային ժողովում հարցեր է քննարկվում, յուրաքանչյուր падգամավոր պետք է իր խղճից համոզմունքներից ելնելով որոշում կայացնի։ Հիմա այդ որոշումները կայացնելու համար պետք է լինեն համապատասխան հիմնավորումներ։ Ինչ վերաբերվում է կոնկրետ մեր քաղաքական թիմին, մեր քաղաքական թիմը այս պահի դրությամբ ցուցաբերել է միասնություն, կուռ, միասնական մոտեցում, եւ ես չեմ զգացել նույնիսկ մի աննշան տրամադրություն մեր թիմակիցներից որևէ մեկի մոտ, որ կասկած ունենամ, անհանգստություն ունենամ, որ մեր քաղաքական թիմից որևէ մեկը կկայացնի այլ որոշում, քան որ կկայացնենք մեր խմբով այդ թվում դուք բացառում եք ձեր մասով, որ երբևէ օրինակ ԿՊ-ի հետ ինչ-որ գործակի գնաք կանցնեք իրենց կողմ։ Ես կոնկրետ ինքս իրենց ուզածը քվեարկեք։ Սկզբունքային որոշում եմ կայացրել անդամակցելու ուժեղ Հայաստան դաշինքին եւ ինքս շատ լավ գիտակցում ու հասկանում եմ, որ իմ որևէ քաղաքական նպատակներ ծրագրեր կարող եմ իրականացնել բացառապես մեր ընդհանուր թիմի համատեքստում առանցին որևէ նույնիսկ անկախ падգամավոր դառնալու падգամավոր ասեմ ձեզ նաև որ դա սահմանադրորեն արգելված կարգավիճակ է չնայած մինչև հիմա դա եղել է բայց իրականում դա չպետք է լինի այսինքն եթե դու падգամավոր ես ընտրվում ոչ թե մեծամասնական եղական այլ համամասնական ես հիմա եթե որոշում կայացվի որ ես պիտի դառնամ падգամավոր դա ոչ թե իմ անձնական որևէ քաղաքացի իմ օգտին քվե չի տվել բոլոր քվեները եղել են ուժեղ Հայաստան դաշինքի օգտին հետեւաբար եթե ես գնացել եմ այդ ճանապարհը բայց տեսանք որ Գեգամ Նազարյանները եւ Իշխան Զաքարյանները եղան ով է դա գնահատել ով է դրան դրական նորմալ վեր ով որ գնում է վարկաբեկվում է դասակարգվում է քաղաքական անասնագողության որպես ապրանք լավ շնորհակալ եմ ձեզ